Բարի կեսօր բոլոր մեզ նոր միացած նոր հեռուստադիտողներին, մեր հաջորդ թեման երաժշտությունն է։ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը հայտարարում է Վաչե Հովսեփյանի անվան ազգային փողային նվագարանների համահայկական մրցույթ փառատոն նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ դուդուկի մեծ վարպետ Վաչե Հովսեփյանի ծննդյան հոբելյանական 100-ամյակին։ Մեր տաղավարում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյանը։ Բարի առավոտ, պարոն Ասատրյան, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Ես էլ եմ շատ ուրախ։ Եվ ինչպես եք սկսել ձեր առավոտը։ Առավոտը ուրեմն սկսվում է մեկ գավաթ սուրճով եւ այն ծրագրելով օրվա կարևորագույն ուրեմն աշխատանքները սկզբից ծրագրվում է եւ հետո արդեն հետզհետե կատարվում է ըստ գրաֆիկի արդեն։ Ինչ մասշտաբներով է անցկացվելու փառատոնը, որի մասին արդեն բացման խոսքում ասացի։ Ուրեմն համահայկական փառատոն է Վաչե Հովսեփյանի անվան ազգային փողային նվագարանների համահայկական փառատոն։ Մասշտաբը ընդգրկում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, Սփյուռքը եւ արդեն մեր առաջիկա ուրեմն հարցերի շուրջ կխոսեմ նաեւ մասնակիցներ ունենք արտասահմանից։ Հրաշալի։ Սա առաջին այս ոճի փառատոնն է, թե կրկնվող է ամեն տարիներում։ Ուրեմն ես 2021 թվականից ուրեմն արդեն երկու անգամ, երկու տարին մեկ Եղեգան փող համայնքական մրցույթ փառատոնի նույնպես գեղարվեստական ղեկավարն եմ։ Ուրեմն այս տարի համընկավ ուրեմն փառատոնը մեր դուդուկի մեծ վարպետ Վաչե Հովսեփյանի 100-ամյա հոբելյանի հետ եւ քանի որ հենց Վաչե Հովսեփյանը իր ուսումը ստացել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, ես այս պահին նաև քոլեջի ժողովրդական գործիքներ բաժնի ղեկավարն եմ եւ այս տարի որոշեցինք համատեղ քոլեջի հետ միասին ուրեմն փառատոնը վերանվանափոխելու եւ դարձնելու Վաչե Հովսեփյանի անվան ազգային փողային նվագարանների համահայկական փառատոն։ Շատ լավ։ Ովքեր կարող են մասնակցել փառատոնին, հայտերը դեռ բաց են։ Այո, հայտերը դեռ բաց են եւ կարող են մասնակցել 6-ից մոտավորապես 25 տարեկան, այսինքն նախատեսել ենք ուսումնական process-ի բուհերի ուրեմն ավարտական մինչեւ կուրսերի ուսանողների մասնակցություն եւ յուրախություն ուրեմն փառատոնի, ես ասեմ, որ բավականին մեծ ակտիվություն ունենք այս պահին եւ տարբեր ուրեմն ուսումնական հաստատություններից հանրապետության, ինչպես հանրապետության, նաեւ հանրապետությունից դուրս էլ ունենք արդեն զանգեր եւ մասնակցության ակնկալիքով նաեւ մասնակիցներ եւ այսպես ասած ներնախատեսած փառատոնը, որը որ տոն պետք է լինի ուրեմն ազգային փողային նվագարանների, տվյալ դեպքում դուդուկ նվագարանի, որովհետեւ հենց Վաչե Հովսեփյանը մեծ ներդրում ունի դուդուկի կոնկրետ ուրեմն նվագարանի զարգացման, հարստացման գործում եւ իրապես տոն է դարձել փառատոնը բոլորի համար եւ ես նշեմ, որ մասշտաբը լայն է եւ փառատոնի շրջանակներում բավական մեծ անակնկալներ ունենք, որը չենք նախատեսել։ Չէ, մենք պատրաստում ենք շատ անակնկալներ, բայց եղավ չնախատեսված անակնկալներ, որի մասին կուզեի ձեր եթերից նաև Շատ լավ, հիմա դրանց կանդրադառնանք, ուրեմն, իսկ ինչպես պետք է դիմեն ցանկացողները, հայտերն ինչպես պետք է ուղարկեն ձեզ։ Ուրեմն օգտվելով առիթից ասեմ, որ բոլոր ուսումնական հաստատություններին մենք էլեկտրոնային տարբերակով ուղարկել ենք մրցույթի մասնակցության հայտի ձևաչափը եւ ովքեր որ չունեն սիրով նաեւ կտրամադրենք, կարող են դիմել եւ այսինքն ուսումնական հաստատությունների դպրոցների մակարդակով է հայտերն ուղարկվում, անհատի մակարդակով հնարավոր չէ։ Հնարավոր է։ Հնարավոր է, շատ։ Ուղղակի բնականաբար մեծամասնություն են կազմում ուսումնական հաստատության սովորող ուսանողները որպես կանոն, իսկ անհատներ անգամ զանգել են։ Ահա, շատ։ Եվ մենք իհարկե որպես անհատ մասնակից մեծ սիրով ընդունում ենք, որովհետև իհարկե հնարավոր է, որ ինչ-որ մի ուսումնական հաստատությունում չսովորի երաժիշտը, բայց անհատ երաժիշտ լինի եւ ցանկություն ունենա նաեւ փառատոնում մասնակցելու։ Դուք ձեր խոսքում արդեն իսկ նշեցիք, որ արտերկրից, Սփյուռքից եւս հայտեր ունեք, խոսենք այդ մասին ու այս պահին ընդհանուր թվով կան տվյալներ, թե քանի հայտ է արդեն ձեզ ուղարկվել։
Շատ լավ, ուրեմն ընդհանուր թիվը ես չեմ կարող ասել, որովհետև անձամբ ես չեմ զբաղվում հայտերի ընդունումով, բայց տեղեկացված եմ, որ կան բավականին շատ հայտեր եւ նաեւ դեռ բաց է մինչեւ նոյեմբերի 24-ը ներառյալ 23:59 ժամկետով, ժամով ավելի ճիշտ։ Մենք կունենանք հայտեր եւ ասեմ, որ օրինակ արտերկրից անակնկալներից մեկի մասին կուզենայի խոսել, երբ որ Գերմանիայում Արթուր Դեմիրճյանը, Դուդուկ Ռոքս, ուրեմն ընկերության հիմնադիրը, ուրեմն մեծ ներդրում զանգահարեց եւ հայտնեց ցանկություն, որ ունենա ներդրում, ֆինանսական ներդրում, որը որ իր ցանկությամբ կողվի երաժշտական արվեստի քոլեջների ուսանողներից մեկի 1 տարեկան որպես ուսման վարձ։ Իսկ թե ում կտրամադրի փառատոնը այդ 1 տարվա ուսման վարձը, արդեն հանձնախումբը եւ նվիրատուն միասին կորոշեն մասնակցին։ Իսկ ինչ կրիտերիաներով է ընտրվելու մասնակիցը, հաշվի առնելով սոցիալական վիճակը, թե արդեն առաջադիմություն, ձգտումներ։ Երկուսն էլ, ճիշտ ասած, երկու սկզբունքն էլ անպայման գործելու է եւ սոցիալականը նախ պետք է սովորի վճարովի հիմունքներով տվյալ մասնակիցը, որպես ուսման վարձ որ կարողանա փոխանցել, այո։ Եվ իհարկե պետք է հասկանալի լինի, որ այնպիսի կադր է, որը որ վաղը մյուս օրը տվյալ նվագարանը ներկայացնելու է աշխարհին։ Ինքն էլ իր ներդրումն է ունենալու արդեն երաժշտության տվյալ ուղղությամբ։ Բարդ կլինի ընտրությունը, բայց վստահ եմ, որ հանձնախումբը եւ նվիրատուն կկարողանան ճիշտ ընտրություն կատարել։ Հրաշալի։ Արտերկրի մասնակիցները հատկապես որ շրջաններից են դիմել ծրագրին ունենք։ Այս պահին ունենք Ֆրանսիայից, Ռուսաստանից, ուրեմն մասնակիցներ, ամբողջական տեղեկատվությունը դեռ բարձ կլինի հայտերի վերջնաժամկետին, այս պահին չեմ կարող ամբողջական տալ, քանի որ դեռ օրեր ունենք, բայց ակտիվ է նաև մեր ուրեմն երկրի, այսինքն հանրապետության մարզերը, որի համար շնորհակալ եմ եւ հետաքրքրությունը ազգային փողային նվագարանների, ես ասեմ, որ ուրեմն բացի Դուդուկ նվագարանից կարող են մասնակցել շվի, սրինգ, զուռնա, պարկապզուկ, պկու նվագարանները, որոնցից ուրեմն ամենա այսպես ասեմ բարվոք վիճակում Դուդուկն է գտնվում, որտեղ մասնակիցներն իրոք շատ են, բայց օրինակ պկու, պարկապզուկ, ուրեմն սրինգ նվագարանները բավական քիչ են հանրապետությունում եւ նաեւ փառատոնի նպատակներից մեկն էլ հենց այն է, որ խթանենք այդ նվագարանների ուրեմն թվականակի աճը ուսումնական process-ում, որը որ իրոք ուրեմն նպատակային կլինի։ Դուդուկը մեր ազգային խորհրդանիշերից է, մեծ վարպետներ են ունեցել, հետաքրքիր է ինչպիսին է իրավիճակը հիմա, արժանի շարունակողներ ունենք իրենց։ Այո, եւ մեծ ուրախությամբ եմ ասում, որ մեծ վարպետների թողաջառանգությունը այսօր եւ պահպանվում է եւ փոխանցվում է սերունդեսերունդ եւ ուրեմն ինչու՞ չէ նաեւ զարգանում է։ Մենք այսօր ունենք ուրեմն դուդուկահարների մեծ բանակ եւ կրթական process-ում եւ աշխատաշուկայում եւ ինչպես նաեւ արտերկրում, որոնք տարածում են նվագարանը, զարգացնում են եւ միանշանակ կարող եմ ասել, որ Դուդուկ նվագարանը այսօր ուրեմն տարիներ շարունակ վերելք է ապրում եւ այսպես ասած, երբ որ արտերկրում խոսում են Հայաստանի մասին, այդ նշած խորհրդանիշներից մեկը նաեւ պատկերացնում են հենց Դուդուկ նվագարանը, ծիրանափողը, հայկական ծիրանափողը, որը որ յուրահատուկ իր հնչերանգով ուրեմն գրավում է ամբողջ աշխարհը։ Շատ լավ, հետաքրքիր է թե ինչ ակնկալիքներ ունեք նաև մրցույթից այս տարի։ Դուք նշեցիք, որ 2021-ից 2 տարին մեկ տվյալ փառատոնը իրականացվել է այլ անվան տակ։ Ինչ եք նկատում այս տարի աշխուժությունը ավելի մեծ է, գուցե նույնն է մնացել։ Շատ հետաքրքիր հարց է, շնորհակալություն։ Ուրեմն այս տարվա հետ կապված մի ուրիշ ակտիվություն կա ուրեմն մեր վարպետ նվագարանագործ վարպետների կողմից։ Ես ասեմ, որ եւ 21 եւ 23 թվականներին եղել են վարպետներ, ովքեր որ իրենց պատրաստած նվագարաններն են նվիրել փառատոնին եւ ես նաեւ շակերտներ բացեմ, որ այս փառատոնին էլ
ուրեմն մեծ մրցանակակիրները, այսինքն առաջի, երկրորդ, երրորդ տեղից բացի ունենում ենք Grand Prix հասկացողություն, ամեն նվագարանի դեպքում 1 հոգու ժյուրին շնորհելու է մեծ մրցանակ, եւ այդ մեծ մրցանակը մենք նախատեսում ենք տալ ուրեմն հենց նվագարան։ Այսինքն տվյալ նվագարան, այսինքն շվի, ուրեմն մեծ մրցանակը կտանք շվի նվագարան Դուդուկի դեպքում Մեկը Դուդուկին եւ այդպես շարունակ։ Այո, եւ ասեմ, որ այս տարի մի շարք վարպետներ, նվագարանագործ վարպետներ, ղամիշ պատրաստող վարպետներ, ուրեմն ուրախություն փառատոնի, ուրախություն մասնակիցների, ուրախություն մեզ բոլորիս, ուրեմն զանգահարում են եւ իրենց մեծ ներդրումն են ուզում ունենան փառատոնին եւ ես հատուկ ձեր գեղեցիկ եթերից նաեւ ուզում թվարկել եւ անունները եւ շնորհակալություն հայտնել իրենց, հա։ Օրինակ սկսվեց Գևորգ Պետրոսյանը, ով որ ղամիշ է պատրաստում եւ իր պատրաստած ղամիշներից մի քանիսը նվիրում է փառատոնին։ Վահե Այվազյանը նույնպես ղամիշ պատրաստող, այսօր նաեւ զանգ ստացա Հովհաննես Խուդավերդյանից, որ նույնպես ղամիշ պատրաստող վարպետ է եւ ցանկություն հայտնեց աջակցելու փառատոնին, եւ նաեւ նվագարանագործ վարպետները Սահակ Գասպարյանը, Սևադա Իրիցյանը, ուրեմն եթե չմոռանամ էլի անուններ նշել, Վամելո ֆիրման Հայաստանում ուրեմն միակ ֆաբրիկան է եւ Վարդգես Մելքոնյանը եւ Աչե Փաշինյանը 3 նվագարան են նվիրում փառատոնին եւ սա իհարկե մեծ ներդրում է։ Մեծ ավանդ է, այո։ Եվ անակնկալները դեռ էլի շարունակվում են։ Այդ անակնկալների մասով, որ ասեցիք դեռ կխոսենք, այս բային փակագծեր կարող ենք բացել, թե թողնում ենք փառատոնին։ Քանի որ շատ են անակնկալները, մի փոքր փակագիծ կբացեմ եւ իհարկե կլինի նաեւ որ չեմ հայտարարել եւ դա դեռ ուրեմն սպասման մեջ է, այո։ Ուրեմն անակնկալներից նաեւ որ վարպետները նաեւ ուրեմն առաջարկել են եւ հրապարակված է, ուրեմն վարպետության դասեր են նվիրում մեր պատանի երաժիշտներին եւ դա նույնպես ունեք Վահան Հարությունյանը վարպետության 5 մասնակցի վարպետության դաս են նվիրում, Արտակ Ասատրյանը նույնպես եւ ես ուզում եմ ասել, որ սա մեծ ուրեմն քայլ է, անկեղծանամ ասեմ, որ իմ համար սա հայ տեսակի վերելք է, որովհետեւ այսօր մեր իրականությունը բավականին օրեցօր փոփոխվում է եւ այս փոփոխվող կյանքում աշխարհում իրականության մեջ մեր հայ տեսակը պահպանելը շատ կարեւոր է եւ ուրախությամբ ասում եմ, որ այս փառատոնի շրջանակներում երբ որ տեսնում եմ, ինձ զանգահարում են, ուրեմն դիմում են, առաջարկում են իրենց օգնությունը, օժանդակությունը փառատոնին, որը որ իրոք հայ տեսակ է եւ մեծ ուրախությամբ եմ ասում, որ գուցե նաև միջոց է փառատոնը, գուցե նաև խթան է, հա, համախմբվելու երաժիշտներին, նաև ազգային երաժշտության ոլորտի երաժիշտներին, ովքեր որ այսօր հանրապետությունում շատ կարևոր գործառույթ են անում, պահպանելով մեր ազգային նվագարանները, ազգային մշակույթը եւ այսպես ասած այդ տեսակի ուրեմն վերելքը շատ բարձր եմ գնահատում ու ուրախ եմ, որ համախմբվածություն կա փառատոնի նկատմամբ եւ նաեւ մեծ հետաքրքրություն։ Համախմբվածության առումով, քանի որ փառատոնը կրկնվող է, արդեն 3-րդ անգամն է անցկացվելու, հետաքրքիր է նպատակների շարքում ի սկզբանե դրել եք հենց համախմբումն ու երաժշտական, երաժշտասեր համայնքի ձևավորումը, եւ եթե այո, ապա այդ ձևավորված համայնքի հանդեպ հետևողականություն լինում է այն առումով, որ օրինակ, չգիտեմ, 4 տարի առաջ փառատոնը կազմակերպվել է, ունենք հաղթողներ, Grand Prix, առաջին, երկրորդ, երրորդ տեղերի մասնակիցներ, իրենց հետ կապը պահվում է, այսօր իրենք ինչ դիրքում են, շարունակում են երաժշտական կարիերան, ինչ նվաճումներ, զարգացումներ են եղել նրանց կյանքում։ Շատ լավ, ուրեմն ասեմ, որ առաջին նպատակը եղել է Դուդուկի մեծ վարպետ Վաչե Հովսեփյանի Հարամյա Հոբելյանը լավագույնս հնարավոր անցկացնելու այս նպատակը եւ համախմբվածությունը երևի հենց այս մեծ երևույթից սկսվել է եւ ասեմ, որ ուրեմն նախորդ փառատոնների մրցանակակիրների եւ մեծ մրցանակակիրների հետ անմիջական կապ ունեմ եւ նաեւ աշխատաշուկա մտնելու հետ կապված դա շատ կարեւոր է, որ ուրեմն նայեք
երիտասարդ երաժիշտ կատարողները, երբ որ փառատոնի ընթացքում, այսինքն իրենց լսում է ժյուրիի ուրեմն պատվավոր անդամները, սա շատ կարևոր երևույթ է, երբ որ մարդը կարող է կյանքում շատ քիչ անգամներ հնարավորություն ունենա, երբ իրեն ունկնդրեն, ասենք մեծ վարպետները, եւ գնահատական տան եւ որոշեն վարպետության դաս անեն իր հետ, հա, եւ ասեմ, որ այսօր եմ հրապարակել, որ փառատոնի հանձնախմբի նախագահը Հանրապետության ժողովրդական արտիստ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գևորգ Տաբաղյանն է եւ նաեւ ինչ որ հրապարակել եմ ասեմ, որ ժյուրիի կազմում առցանց եղանակով կլինի ուրեմն Փայլուն դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, ով այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում եւ մեծ ուրախությամբ ողջունում եմ իրեն, ով պատրաստակամություն հայտնեց փառատոնում առցանց ժյուրիի, ով զգալի ներդրում ունի նաեւ ազգային փողային նվագարանների, հատկապես դուդուկի զարգացման ոլորտում եւ տարածողներից մեկն է, որ սկզբից շեշտում էինք, արդեն արտասահմանում ունի աշակերտներ եւ հայ մշակույթը տարածողներից Միացյալ Նահանգներում մեկն է եւ այդ սերունդների նաեւ հանդիպումը, կապը եւ շփումը բոլորի համար շատ դրական է եւ նաեւ տեսեք մարդը, որ ուսանողը կամ երաժիշտը, որ ապրում է հեռավոր մարզում, հնարավորություն է ունենում շփվելու հենց վարպետների հետ, իրեն լսեն, խորհուրդներ տան։ Այո, մեծ հնարավորություն եւ փորձառություն է սա։ Այո։ Եվ քանի որ ասեմ անակնկալներից մեկը նաեւ Գյումրու ժողովրդիկների պետական նվագախումբը տնօրեն Կարեն Մայիլյանը զանգահարեց եւ առաջարկեց, որ հաղթողների հետ միասին ուրեմն մենք կարողանանք մեկ համերգային ծրագիր իրականացնենք նաև Գյումրիում, դա կլինի Գարնանը փետրվար-մարտ ամիսներին 3 Ու արդեն առաջիկա պլանները փաստորեն կազմված են։ Եվ եթե մենք նախատեսում ենք փառատոնը եւ գալա համերգը դեկտեմբերին, այսինքն դեկտեմբերի 15-ին այս պահի դրությամբ կլինի գալա համերգ մրցանակաբաշխությունը, ուրեմն շարունակությունը ձեր նշած կա, երբ որ մարտ ամսին արդեն հաղթողները հնարավորություն կունենան պետական նվագախմբի նվագակցությամբ ունենալ համերգ Գյումրիում եւ ես վստահ եմ, որ այսքանով դեռ չի ավարտվի այս փառատոնի անելիքները եւ ուրեմն մեր բացահայտված, այսպես ասեմ, բառը ուրեմն ուսանողները, երաժիշտներն, ովքեր տաղանդները, կլինեն մշտական դիտարկման ուրեմն ներքո, քանի որ եւ կունենան գրականության պահանջ, կունենան գործիքների, ավելի լավ գործիքներ ունենալու պահանջ եւ ասեմ, որ փառատոնի եւ հանձնախումբը եւ ընդհանրապես ամբողջական կազմը միշտ պատրաստ է ուրեմն աջակցելու այն սերունդին, որը որ մեր վաղվա օրն է լինելու։ Խոսենք նաև մրցանակներից, ինչ եք նախատեսել հաղթողների համար։ Ուրեմն մեծ մրցանակները, այսինքն Grand Prix անվանակարգը հենց նվագարան ենք նվիրելու եւ սա էլ մի քիչ եզակի երևույթ է, հա, մեդալ, դիպլոմ եւ այլն, արձանիկ էլի լինելու է, բայց կարծում եմ երաժշտի համար շատ կարևոր մոտիվացիա է, երբ որ հենց նվագարանն է նվեր ստանալու եւ փառատոնը հենց այս հիմքով ուրեմն որոշեցինք, որ մոտիվացնելու համար նաեւ նվագարան նվիրենք, վարպետության դասեր նվիրենք եւ փակագիծը էլի չեմ բացում, որովհետեւ արտերկրից հենց այսօր բավականին լավ էլի առաջարկ ենք ստացել փառատոնի հաղթող։ Ինչն է, որ աջակիցներ ունեք բավական շատ, այսինքն այդ համայնքը եւս մեծ է փողային գործիքներ նվագողների, շարունակողների արվեստը։ Այո, եւ ուրախությամբ եմ ասում, որ ցանկացած միջոցառում, երբ որ ուրեմն սկսվում է կամ ստեղծվում է, երևի թե նախապես են որպես այդպեսին հովանավորների կամ ներդրումանողների հետ քննարկվում, նոր սկսվում, մեր մոտ այսպես ասած հակառակը եղավ, բայց դրական է ստացվում, սկսել ենք երևի այսինքն գաղափարական առումով փառատոնի կարևորությունը, ուրախ եմ, որ հասկացողներ, ընդունողներ, քաջալերողներ եւ ներդրում անողներ կան եւ սա էլի ապացուցում է, որ
երբ որ լինում է գաղափար, որ իրենից արժեք է ներկայացնում, համախմբվողներ միշտ գտնվում են։ Եվ մեր զրույցը ամփոփելով կուզեի նաև անդրադառնանք այն հարցին, արդյոք Վաչե Հովսեփյանի 100-ամյա հոբելյանին նվիրված այլ միջոցառումներ եւս նախատեսված են, բացի մրցույթ փառատոնից, այդ մասով ինֆո կարող ենք մեր հեռուստադիտողներին տրամադրել։ Ուրեմն Վաչե Հովսեփյանի, քանի որ աշխատել է Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդիկների վաստակավոր անսամբլում, ես տեղեկացված եմ, որ Հանրային ռադիոն Մերանգուլյանի անվան ժողովրդիկների անսամբլը հատուկ ուրեմն ամերիկային երեկո է պատրաստում, ուրեմն Վաչե Հովսեփյանին նվիրված, Մանկավարժական համալսարանում կա նախատեսված միջոցառում, Արա Գևորգյանը մեր հանրապետության վաստակավոր արտիստ դրա մասին ուրեմն հայտնել է, եւ փառատոնն է, եւ ես ասեմ, որ ուրեմն նաև հաջորդիվ, որ մենք Գյումրու ժողովրդիկների պետական նվագախմբի հետ ունենանք հաջորդ տարի համերգ, այսինքն գարնանը մենք անպայման Վաչե Հովսեփյանի ուրեմն անձնական, այսինքն ստեղծագործությունները, որ ինքը նվագել է, հա, իր արխիվից անպայման կներառենք։ Ասեմ, որ Վաչե Հովսեփյանը այն եզակի դուդուկահարն է, որի ցանկացած դուդուկահարի սեղանին պարտադիր պետք է լինի իր ձայնասկավառակը, իր կատարումները, որպեսզի գրեթե, այսինքն բոլորի համար դպրոց որպես Վաչե Հովսեփյանի կատարումները միշտ կան եւ շատ ուրախ եմ, որ մեր մեծ վարպետի թողաճառանգությունը այսօր առաջնորդում է մեր սերունդներին եւ վարպետներին եւ նաեւ լիահույս եմ, որ մշտապես ուրեմն կհիշվի մեծ վարպետի անունը եւ 100-ամյա հոբելյանը նաեւ խթան կլինի մեկ անգամ եւս վերարժևորելու այն, ինչ որ ունեցել ենք, ունենք եւ նաեւ կարող ենք զարգացնել ավելի։ Շնորհակալ եմ ջեմ զրույցի համար եւ տրամադրած ինֆորմացիայի համար, պարոն Ասատրյան, ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում։ Սիրելի հեռուստադիտող, տաղավարում զրուցում էինք փառատոնի գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյանի հետ։ Փառատոնը արդեն իսկ նշեցի Վաչե Հովսեփյանի անվան փառատոնն է, փողային նվագարանների համահայկական մրցույթ փառատոնը, որը նվիրված է հենց Վաչե Հովսեփյանի 100-ամյա հոբելյանին։ Դեռ ունեք ժամանակ, հայտերի ընդունումը մինչև օրվա վերջ բաց է, այնպես որ կարող եք դիմել, եթե չէիք լսել փառատոնի մասին եւ մեզնից տեղեկացաք, իսկ այս բային ձեզ կմիանա իմ գործընկեր Անահիտ Ղազարյանը իր պատմական դադարով։